Բարև ձեզ, Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին, որը նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի տեխնացու է, ցուցակի երկրորդ համարն է։ Պարոն Թևանյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Թևանյան, արդեն 12 օր է քարոզարշավը մեկնարկել է եւ կարծեք թե փորձում է շեղվել շառավիղը, սկզբում մի փոքր ավելի դասականին մոտ քարոզարշավ էր, ծրագրեր, հանդիպումներ եւ այլն, վերջին 3 օրերին պայքարի երանգները կարծեք թե փոխվում են եւ Նիկոլ Փաշինյանն առավել ագրեսիվ վարք է ցուցաբերում։ Ինչպես է անցնում քարոզարշավը ընդդիմության եւ իշխանության ճամբարներում։ Տեսեք, նախ ձեր հիշատակված անձը ոչ նորմատիվային վարքագիծ է դրսևորում, որովհետեւ վախենում է, վախեցած մարդն միայն այդպես պահում իրեն եւ փաստացի խոստովանում է, որ ինքը մենակ է մնացել։ Քանի որ անդրադառնալ ամբողջ քաղաքական դաշտին եւ ասել, որ բոլորը թիմ դեմ եք, դա նշանակում է ինքը արդեն լուսանցքից դուրս է մնում։ Եվ դա է պատճառը, որ ինքը ագրեսիվանում է, ուրիշ տարբերակ չի տեսնում, եթե 21 թվականին ինքը մուշն էր ճոճում, դե 21-ին էլ էր ագրեսիվ։ Ոչ այդքան։ Ապա հիմա վախը եւ իշխանությունը կորցնելու հերանեկարը նրան ավելի ագրեսիվացնում է եւ մուրճի դերում հիմա իր լեզուն է։ Ես ներողություն եմ խնդրում, ես քարոզարշավի հետ կապված անձրևային եղանակի հատկապես։ Այո, մենք ցանկացած եղանակի անցկացնում ենք, այդ ագրեսիվությունը գալիս է դրանից։ Ինչ վերաբերում է օրակարգերին, ապա հստակ է երկու օրակարգ։ Կա ադրբեջանական օրակարգ, որը առաջ է մղում Նիկոլ Փաշինյանը եւ իրեն կցված 1-2 ուժերը եւ հայկական օրակարգ, որը ներկայացնում է հավաքական ընդդիմությունը։ Որոնք են այդ օրակարգերի տարբերությունները եւ ես զուգահեռներ կուզենայի անցկացնել նաեւ 21 թվականի հետ։ 21 թվականին իշխանությունը ընտրությունների գնաց հանրային շոկի պայմաններում։ Հետպատերազմյան շոկը դեռ չէր անցել եւ այդ շոկի պայմաններում ինքը գնաց մեծ խաբեության։ Խաբեությունը, այսպես ասած, ռազմահայրենասիրական բնույթի էր, որ Արցախը պաշտպանելու ենք, կառավարության ծրագրում Արցախն է Լեռնային Ղարաբաղի իրավունքի համար, Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, հայ-ռուսական հարաբերությունների խորացում, անվտանգային համակարգեր, բանակ եւ այլն, գումարած տնտեսական զարգացում, աղքատության կրճատում։ Հիմա թող զարմանալի չթվա, Նիկոլ Փաշինյանը ընդամենը մեկ մեծ սուտ է ասում, դա վերաբերում է խաղաղությանը։ Այդ խաղաղությունը ինքը չի բերելու, քանի որ նախ պատերազմի սիմվոլն է, ես կոչում եմ դա պատերազմի ագրավ, պատերազմի ագրավը հիմա խաղաղության աղավնու դերակատարում է ստանձնել եւ մարդկանց խաբում է, թե իբր արդեն իսկ կա խաղաղություն եւ ասում է, որ բերելու է։ Մնացածը ամբողջությամբ ի տարբերություն 21 թվականի ինքը խաբում է։ Ավելի ճիշտ չի խաբում։ 21-ին խաբում էր, իսկ հիմա չի խաբում, ինչ առումով չի խաբում։ Չի թաքցնում, որ ադրբեջանցիների վերադարձին նպաստելու է, կամ բնակեցման ավելի ճիշտ։ Չի թաքցնում, որ Հայաստանից տարածքներ է հանձնելու։ Չի թաքցնում, որ Փաշազադեի հրահանգով շարունակելու է հարձակումը հայ առաքելական եկեղեցու դեմ։ Չի թաքցնում, որ Ալիևի պահանջով փոխելու է Հայաստանի սահմանադրությունը։ Չի թաքցնում, որ Թուրքիայի պահանջով փաստացի ուրանալու է, մոռացության է մատնելու հայոց ցեղասպանության հարցը եւ չի թաքցնում, որ ինքը ընդամենը թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկող է։ Սա բաց տեքստով է ասվում, ինչու է դա ասվում նաեւ, որպեսզի եթե հետագայում Աստված մի արածը իրեն հաջողվի վերարտադրվել, ինքը ժողովրդին ասի, որ դուք եք այդ քվեն տվել, դուք մասնակից եք այս ամեն ինչին եւ մենք համատեղ անցանք ենք գնում կամ համատեղ իր պատկերացրած պետականաշինության։ Բայց փաստացի այդպես էլ ստացվելու է, եթե ստանում է քվե եւ իրականացնում է այն ծրագրերը, որոնք դուք ասում եք, ստացվում է, ուրեմն կա աջակցություն այդ ծրագրերին։ Ինքը գիտի, որ չունի այդ քվեն, բոլոր եւ հարցումները եւ դիտարկումները տեղական եւ վերլուծությունները ցույց են տալիս, որ ինքը այդ քվեն չունի։ Այսօր օրակարգում նաեւ այլ թեմա կա,
եթե լսել եք մինչ մեր նկարահանումը, Նիկոլ Փաշինյանը խոսել է Արարատ ցեմենտի մասին, տևական ժամանակ է եւ քարոզչական միջոցներով եւ հավաքների ժամանակ բնակիչների հետ հանդիպումներում Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն թիրախավորում է ընդդիմության լիդերներին եւ վերջին օրերին սևեռված է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վրա եւ բարբերաբար այսօր խոսել է որ հեծի պղնձամոլիբդենայինի եւ այլ կառույցների ճակատագրին է արժանացնելու Արարատ ցեմենտի գործարանը եւ նշում է որ այլևս դատախազությունից կառավարությունը գրություն է ստացել որպեսզի հանրությունը հասկանա ասեն որ դատախազը Նիկոլ Փաշինյանի օգնականներ այդտեղ այսինքն որևէ ինչ որ մի հիմնավոր բան պետք չի ունենալ կարելի է շատ հանգիստ այդ գրությունը ուղարկել եւ անգամ շնորհավորում է աշխատակիցներին Արարատ ցեմենտի ասում է դուք այլևս կարող եք հրահանգները չկատարել ձեր ղեկավարության որովհետեւ դուք այլևս Հայաստանի Հանրապետությանն եք ժամանակավոր կառավարիչ եմ նշանակելու եւ այլն եւ նաեւ նշում է թե ինչ է արել նախկինում այդ ուղղությամբ եւ փաստացի ստացվել է այս պահի դրությամբ եւ պղնձամոլիբդենայինով եւ նաեւ հեծով իհարկե դեռևս դատականացիաներում վիճարկումներ կան նաեւ նշում է գույքի վերադարձի մասին ապօրինի այդ գույքի ինստիտուտը որը 2021 թվականից Հայաստանում արդեն գործում է սրան պատասխանել է րոպեներ առաջ Գագիկ Ծառուկյանը եւ նշել որ նա բազում մարդկանց է բնակարաններ նվիրել եւ իր աղջիկի իհարկե բնակարան ինչպես կարող է չունենալ եւ ասել է որ Արարատ ցեմենտի գործունեության հետ կապված եւ Արարատ ցեմենտին վերաբերող դիրքորոշմանը իշխանության ինքը ծանոթ էր եւ ինքը ասել է որ հայրենիքը չի փոխելու ինչ որ մեկ այլ բանի հետ նշել է որ ամեն ինչ օրինական է եւ 25 տարի անց այդ մասին իշխանության հիշելը ինչի մասին է խոսում ըստ ձեզ ինչու է թիրախավորվում անձը, ընտանիքը, ունեցվածքը, ինչ հարց է լուծում Փաշինյան դրանով, բայց Նիկոլ Փաշինյանի պարագայում 100%-ով կիրառել է գողը ամենաբարձրն է գոռում գողության մասին եւ ասում որ բռնեք գողին։ Իր պարագայում մենք գործ ունենք շատ խոշորամասշտաբ թալանչու հետ, ես հիմա թվերը կներկայացնեմ եւ նախքան դրան անցնելը ասեմ որ իր բոլոր հայտարարությունները, որոնք ահաբեկչական բնույթի են եւ բացի ատելության խոսքից քրեական հանցագազմ են պարունակում, չեն արժանանում զարմանալիորեն, չեն արժանանում իրավապահ մարմինների եւ մասնավորապես դատախազության արձագանքին, մարդկա մի հատ նախադասություն է ասել կալանավորվել է, մարդկա մի հատ հարցազրույց է տվել կալանավորվել է, մարդկա ինչ որ ելույթ է ունեցել, ինչ որտեղ կալանավորվել է մեր հարգարժան հոգևորականները շինծու մեղադրանքներով կալանավորվել են, բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանը որևէ հետապնդման չի ենթարկվում եւ շատ ծիծաղելի էր ու փարիսեցիական, երբ որ քաղաքացիական պայմանագիրը այսպես կոչված էթիկայի կանոնակարգ ընդունեց, որ իրենք ատելության խոսք չեն տարածելու եւ այլն, բացի այդ ես կուզենայի հատուկ շեշտել, որ միջազգային իրավապահ, այսպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, ֆեմինիստական կազմակերպությունները որևէ արձագանք չեն տալիս Նիկոլ Փաշինյանի կանանց դեմ ուղղված ագրեսիային, մինչդեռ նախկինում մենք կտեսնենք, որ իրենք իրենց մազերը, շորերը եւ այլն ամեն ինչ կպատառոտեին եւ կասեին, որ Հայաստանում կեղեքվում են կանայք, Հայաստանում մարդու իրավունքները խախտվում են եւ այլն։ Ոչ միայն բժշկու, մետրոյի մեջ միջադեպ եղավ, մյուս քաղաքացիների հետ միջադեպ եղավ։ Այս ամենը ցույց է տալիս իրենց իրական փարիսեցիական բնույթը։ Վերադառնալով Գողոնին, ուրեմն նախ պետք է արձանագրել, որ ինքը նեոբոլշևիկյան մոտեցում է ցուցաբերում, այսինքն մարդը ով եկել է իշխանության 50-50 փայ մտնելու դեմ խոսելով, ինքը 100-0 դառնում է սեփականատեր, իհարկե դեմագոգիայի անուն ասում է, դա պետությանն է վերադարձում եւ այլն, բայց քանի որ գիտենք, որ Փաշինյանը առաջնորդվում է պետությունը ես եմ եւ պետական բյուջեն իմ գրպանի բյուջեն է կարգախոսով, դրա համար էլ այդպիսի դրսևորումներ են ունենում։ Ինչ վերաբերում է նրա թալանին, նախ տարբեր գնահատականներ կան 80-ից 100 միլիարդ դոլար գնահատվել է Արցախը, որը ինքը վաճառել է բառից բուն իմաստով Պրահայում, Ադրբեջանին, հետ իշխանափոխությունից հետո մենք բնականաբար հետաքննություն ենք անելու եւ
իրապահ մարմիններ ամեն ինչին։ Վաճառել ճակերտավոր թե բարեբուն իմաստով։ Չգիտեմ, հերձումը ցույց կտա, քաղաքական փոփոխությունից հետո քաղաքական հերձումը ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել։ Մենք հիշում ենք, թե ինչ առաջարկներ են եղել մինչև այդ գումարային ձայնագրությունները։ Եվ քանի որ մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը փողով հոդված գրող շանտաժիստի մեկն է, ինչի պետք է ինքը հայկական ժամանակի կամ ավելի ճիշտ թուրքական ժամանակի իր թերթոնի մոդելը չտեղափոխեր պետական կառավարման համակարգ, մանավանդ ինքը հենց նույն ընտանիքապետության տրամաբանությամբ էլ կառավարում է։ Ուրեմն նախ 100 միլիարդի վնաս է տվել հայ ժողովրդին, թալանել է հայ ժողովրդին Արցախը հանձնելով։ Բացի այդ, 8 տարվա մեջ 8 միլիարդ դոլարով ավելացրել է պետական պարտքը։ Ինչ է արել։ Դա փաստ է։ Ինչ է արել։ Իր պահպանման ծախսերը վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերը 60-65 միլիոն դոլար են։ Հələ բազում պատկեք 8 տարվա 400-500 միլիոն դոլար փող են վատնել, ընդ որում փակ տողերով գաղտնիության գրիֆի տակ մարդիկ չգիտեն ինչ են անում։ Հիմա էլ պետական պարտքը ավելացնում են, բյուջեի վերաձևում են անում, 10,000 դրամ են բաժանել, ասում են թոշակ ենք բարձրացնել ընտրակաշառքի տրամաբանությամբ ու հասկանալի չէ թե ինչ է լինելու վերջը։ Դրա համար ուզում եմ ասեմ, որ ինքը ասում է, ես ինչ ֆիրման եմ խլելու, այն ինչ ֆիրման եմ խլելու, դա գողի հետ ամենաբարձր գորալն է։ 8 միլիարդ դոլար այս մարդը գողացել է հայ ժողովրդից։ Ժորժ ջան, մի հատ ինքներդ ձեզ հարց տվեք։ Ինչ արել այս մարդը 8 միլիարդ դոլարը։ Տարեկան 1 միլիարդով ավելացել է։ Այս կառավարությունը մեր վրա նստել է 1 միլիարդ դոլար տարեկան պարտքի աճ։ Ինչ են արել։ Ասֆալտ, որը մի երկու հատ ձույն եկավ, միանգամից փլուզվեց։ Ինչ են արել։ Ուրիշ ինչ են արել։ Այդ որ ասում են դպրոցներ են կառուցել, հարյուրավորները փակել եք։ Սահմանամերձ գյուղերում դպրոցները փակում են։ Դպրոցի ծրագիրը չի իրականացվել, որտեղ իրենց նախընտրական ծրագրով 21-ից 26 թվականներին կառուցվել էր 300 դպրոց, կարծեմ կառուցվել է մոտ 100-ի կարգ։ Կառուցվել կամ վերակառուցվել, այո, ավել պակաս 100։ Հա, բայց ինչ են արել դրանք այդ 8 միլիարդ դոլարը, որ ինքը տարի թալանել։ Հետո իր շրջապատի օրեգարխը տարեկան 1.5 միլիարդ դոլար մաքուր շահույթ է ստանում։ Ընդ որում մարդկանց խաղաղամոլության դրթելով։ Հիմա իրանք հաշվարկում են իրենց այդ իրավապահ կառույցները, որ բոլոր նախկին իշխանությունների համախառն ապօրինի գույքը գնահատվել է 1.5 միլիարդ դոլար։ Այսինքն իրանք մոտարապես այդ կարգի հայց են պատրաստում բոլորի դեմ։ Այդ ձեր օլիգարխ բանը հանցակից կամ գործընկերը 1.5 միլիարդ տարեկան փող է աշխատում։ Հիմա մարդիկ խոսում էին թալանից։ Նիկոլ Փաշինյանը իր կերկերուն ձայնով խոսում էր թալանից եւ այլն մարդկանց այդ բանկերի վարկերի տակ ճկռելուց եւ այնտենց է, չէ՞, եկենք իշխանության 18 թվականին։ Ուրեմն ես թվեր ներկայացնեմ 18 թվականից հետո, երբ որ սկսվեց նաեւ այդ հետ կորոնավիրուսային process-ը, պատերազմից հետո պատկերացրեք մեր ժողովուրդը կորոնավիրուսը տեսե, պատերազմատես է եւ այլն, 21 թվականից հետո Հայաստանի բանկային եկամուտները սկսել են շեշտակի աճել։ Միջնորդավճարներով, հիպոթեքային վարկերով, այդ տոկոսադրույքներով, կանխիկացման տոկոսներով եւ այլն, մի խոսքով նաեւ օգտվելով այս ռեէքսպորտի եւ ուկրաինական պատերազմի այս իրավիճակից, բանկերի շահույթը 11 անգամ ավելացավ 20 թվականից հետո, անցած տվյալներով 1 միլիարդ 100 միլիոնից ավել դոլար շահութաբերություն են ունեցել բանկերը։ Եվ սա այն պայմաններում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ բանկերը թալանում են բանկային ռեկետ կա, մեր ծրագրում էլ հատուկ անդրադարձ կա դրան, որ նախ բանկերի այդ շահութաբերության եւ տոկոսների մարջան պետք է կրճատել կենտրոնական բանկը պետք է վերահսկի դա։ Որ թալանչի բանկը դառնում է փաստորեն բոլոր բիզնեսմենների փայատերը։ Ընդ որում ինքը 100% երաշխավորված փայ է վերցնում, իսկ բիզնեսը 100% ռիսկային փայ է վերցնում։ Այսինքն բանկերը մեր մոտ ոչ թե տնտեսության խթանող ուժերն են դառնում, այլ դառնում են փայատերեր եւ յուրօրինակ դահակը են դառնում, հարկադիր կատարման կենտրոններ են դառնում բիզնեսի համար։ Ես իհարկե դրական եմ գնահատում, որ բանկային համակարգը ներգրաված է process-ի մեջ, բայց այդ պրոպորցիաները պետք է փոխվեն։ Հետո մենք նաեւ առաջարկում ենք, որ ուրեմն 5 միլիոն դրամից մինչև 5 միլիոն դրամ վարկային պարտավորություն ունեցողները, որոնք տուժտուգանքի տակ են ընկել, այդ տուժտուգանքը համաներվի, դա պետական բյուջեի վրա ծանրություն չի առաջացնի, բայց նաև բանկերը հնարավորություն ունեն այդ տուժտուգանքը ներել մարդկանց, որովհետև կրկնում եմ 11 անգամ մի քանի տարվա մեջ ավելացրել են 1 միլիարդ 100 միլիոն դոլար, պատկերացնում եք այս պայմաններում, երբ որ աղքատությունը պաշտոնապես ամեն 5-րդ մարդը, ամեն 4-րդ մարդը աղքատ է, իսկ իրականում շատ ավելի բարձր է աղքատությունը։ Սրանք խոստացել էին ծայրահեղ աղքատությունը վերացնել, ուր է։
8 միլիարդ դոլար փող եք վերցրել։ Եթե դուք այդ փողը ուղղակի բաժանեիք այդ ծայրահեղ աղքատներին ամսական, այդ ծայրահեղ աղքատությունը կվերանար։ Կամ խոստացել եք, ասենք կրկնակի կրճատել աղքատությունը ուրա։ Խաբել եք։ Կամ ասում էիք բանանի գինը իջելը 18 թվականին, այսինքն ուզում էիք սիմվոլիզացնել process-ները, որովհետև բանանի մասին էին խոսում մարդիկ, ասում էին մենաշնորհներ կան, օլիգարխներ կան, խոսում էին գազի գինը կեժանացնենք, հոսանքի գինը կեժանացնենք, ուրեմն բոլոր օլիգարխների դեմ կպայքարենք, իրենք դարձան հեղափոխական օլիգարխներ եւ հիմա ամեն ինչը, այսպես պատկերավոր ասած, բանանի գնի է հասել։ Մտեք խանութները, տեսեք գները ու հարցը առաջանալու։ Կամ նախկինում է սխափել, որ մոնոպոլիաների, օլիգոպոլիաների շնորհիվ գները բարձրեն, մենք գանք փոխելու ենք։ Կամ այդ ամեն ինչը ճիշտ ես ասել, ուղղակի դու հիմա փայատեր ես դարձել այդ ամեն ինչին։ Դու փայատեր ես դարձել։ Հիմա այդ առումով, երբ որ մենք նայում ենք, թե իրենք ինչ են անում ընդհանրապես տնտեսության մեջ, հələ մատ վերցրեք, ինչ են արել, օրինակ Երևանը վերցնենք։ Երևանում եկել են տեղական турքեր վճարները բարձրացրել են, գույքահարկը թանկացրել են, ավտոկայանատեղիների համար վճարները թանկացրել են 13 անգամ տարեկան։ Ասում են խցանումների դեմ ենք պայքարում, սուտ են ասում, խցանումները կան, գները թանկ են։ Աղբահանությունը թանկացրել են, տրանսպորտը թանկացրել, ամեն ինչ թանկացրել։ Ինչ ձեռքերը ընկել է թանկացրել են, ասում են մենք տեսեք հիմա ինչ են կարել։ Ինչ եք արել դուք։ Երևանցիների կյանքը դժոխքի եք վերածել թանկացման առումով։ Երևանի կենտրոնում մարդիկ սովետ միության ժամանակներից տներ էին ստացել։ Այդ տատիները, պապիները, մարդիկ հարգարժան մարդիկ կան, դասախոսներ եւ այլն, որ հիմա ասենք իրանց թալանչական խմբից չեն։ Այդ մարդկանց ասում են ընես մի հատ գույքահարկ վճարեք, որ այդ մարդիկ ստիպված լինեն իրանց տները ծախեն գնան։ Իրանք այդ կենտրոնի տների վրա աչք ունեն, ուզում են սեփականության վերաբաշխում իրականացնել։ Հիմա այս մարդը, երբ որ խոսում է պետությանը վերադարձնելուց թալանից, այդ թալանչիները հենց իրանք են։ Այդ թալանչիները իրանք են, շատ կոնկրետ թվեր ենք մենք հնչեցնում ու հավաստիացնում եմ ձեզ, իշխանափոխությունից հետո հսկայական գործեր են բացվելու եւ մարդիկ շոկ են ապրելու։ Այդ 50-50 Սաշիկի պատմություններ, մանկապարտեզի պատմություններ են թվալու, միֆականացում էր երևալու։ Սրանց թալանը աննախադեպ է։ Աննախադեպ։ Մենք նաեւ հիշում ենք պատերազմի օրերին Հայաստանի համահայկական Հայաստանի հիմնադրամից գումարները կորան 100 միլիոնը, Անիֆի 60 միլիոն դոլարը, ինչ է եղել։ Դե Անիֆի պարագայում բացատրություններն են, որ դե նաեւ ձախողում ես իհարկե։ Այսինքն, բայց որ ձախողում են իրենց այդ շրջապատի մարդիկ հաջողակ բիզնեսմեններ են դառնում, այդ ո՞նց է լինում։ Այսինքն կազմակերպությունը ձախողվում է, բայց կազմակերպության տնօրենը, անդամները բան, որոնք հսկայական աշխատավարձեր են իրենց դուրս գրում, եւ իրանք հաջողակ են դառնում։ Դե գիտեք, այս դեպքում կառավարությունը դատախազությունից ոչինչ չի ստացել եւ այդ վարույթով որևէ մեկը չգիտեմ թե ինչ է անում, ինչ անում։ Նայեք, կարմիր կետագծերով, ես մի օրինակ եմ բերեմ, կարմիր կետագծերով գները թանկացրեցին, 1 միլիարդ դրամ ավել փող հավաքեցին եւ բազմակետ բաժանեցին իրենց ապարքեվավճարներ։ Հիմա դեմագոգիկ ձևով ասում են մենք դրանով մանկապարտեզի աշխատողների աշխատավարձերն ենք բարձրացրել եւ այլն, այդպես չի է բյուջեի տողերը բաշխվում։ Դուք այդ միլիարդ ավելը ապարքեվավճար եք բաժանել։ Հիմա այդ տողերով չի որոշվում։ Պարոն Թևանյան, վերադառնանք նորից քաղաքական ընտրաշավի process-ներին, ով ում օրակարգով է առաջարժվում։ Տեսեք, իշխանությունը ունի որոշակի գրաֆիկ, այսպես ասած, այսօր այս մի թեմայով ենք ցանցը լցնում եւ շարունակում գնալ առաջ, վաղը ինչ որ ռուսական աղբյուրների, որոնց իրենք ի սկզբանե չեն հավատում, հետո միանգամից իգիտություն են ընդունում քննչական կոմիտեն վարույթ հարություն եւ այլն, ինչ որ մի աղբյուրից հրապարակում են անում, այդ օրակարգն են ձևավորում դրա շուրջ քննարկումները, ինչ որ մեկ այլ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է մեկ բան, էլի քննարկվում է դա, ով է օրակարգ թելադրում, ընդդիմությունը թե իշխանությունը, եւ այսպես ասած հարցակում պաշտպանությունը ում կողմից է։ Ես արդեն նշեցի, որ կա երկու օրակարգ, ադրբեջանականը եւ հայկականը։ Ամեն մեկը իր օրակարգն է առաջ տանում։ Ինչ վերաբերում է հրապարակումներին Նիկոլ Փաշինյանի, որ իբր, չգիտեմ, այս երկրի գործակալ, այն երկրի գործակալ, հիբրիդային պատերազմ եւ այլն, թիվ 1 հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ մղում է Հայաստանի օրվա իշխանությունը, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Եվրոմիության գլոբալիստական շրջանակների կողմից։ Հայաստանի ներքաղաքական կյանքին այս աստիճանի խառնվելը երբեք չի եղել եւ այս ընտրությունները 3 առանձնահատկություն ունեն։ Առաջինը, երբեք Հայաստանի հանրապետական ընտրության ժամանակ աշխարհաքաղաքական բախում չի եղել։ Այսինքն Հայաստանը չի դրվել աշխարհաքաղաքական զոհասեղանի վրա, երբեք որևէ ընտրության ժամանակ չի եղել, որ ասենք Թուրքիայի իշխանությունը պաշտոնապես հայտարարի, որ
Նիկոլ Փաշինյանն է սատարում, Ալիևը սատարի, Մակրոնը գա այստեղ Արցախը հանձնելուց հետո դավաճանաբար ուրեմն գործած Նիկոլ Փաշինյանին ուղիղ սատարում ցույց տա չի եղել նման բան։ Ուղիղ աջակցություն Նիկոլ Փաշինյանին ասելով նկատի ունենալով Թուրքիան եւ Ադրբեջանը կմեջ բերեք ինչ Ֆիդանի հայտարարությունը պաշտոնապես եւ Ադրբեջանի բոլոր պաշտոնյաները Ալիևից սկսած հայտարարությունը, որ այս իշխանության պարագան պետք է պահպանվի եւ եթե իրենց ձևակերպման ռևանշիստները գան, ապա մենք այս կանենք, այն կանենք, դա ուղիղ աջակցություն է։ Մակրոնի աջակցություն, Մակրոնը եկա բացահայտ ասեց, որ իրենք մի հատ Մոլդովայում կեղծել են ընտրությունները, Մայա Սանդուին դարձրել են նախագահ, հիմա այն ուզում են կեղծեն այստեղ ընտրությունները եւ Նիկոլ Փաշինյանին պահեն, որպեսզի ինքը հակառուսական գիծ տանի։ Ռուսաստանն էլ է իհարկե հայտարարություններով խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին, բայց դա ստիպված է ան, դրա պատճառն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Ուրեմն երկրորդ առանձնահատկությունը, որ երբեք Հայաստանը չի ունեցել տեխնացու, որը բացահայտորեն լինի Թուրքիային ու Ադրբեջանին։ Երբեք չի եղել, որ այդպիսի ընտրություն չի եղել Հայաստանում, որ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց տեխնացուն ունենան։ Եվ երրորդ առանձնահատկությունը երբեք Հայաստանի պատմության մեջ 91 թվականից սկսած չի եղել համապետական ընտրություն, որտեղ գոյաբանական հարց քննարկվի։ Ասենք օրինակ Հայաստանը Արցախի ճակատագրին արժանանալու է թե ոչ, Հայաստանը դառնալու է արևմտյան Ադրբեջան թե ոչ։ Նման հարցադրումներ չեն եղել, բայց հիմա դա շատ ռեալ է։ Եվ ես կուզենամ, որ մեր քաղաքացիները անպայման մասնակցեն ընտրություններին, սիրելի քաղաքացիներ, անպայման մասնակցեք ընտրությանը, որպեսզի մենք չարժանանանք Արցախի ճակատագրին։ Սա շատ կարևոր է, յուրաքանչյուրից հետ կախված է մեր երկրի ապագան։ Այս առումով մենք շատ լուրջ մեսեջ ունենք հանրությանը տալու, հատկապես Երևանը պետք է ոտքի կանգնի եւ քաղաքական իմաստով, լավ իմաստով, այսպես ընտրական ապստամբություն կազմակերպի։ Երևանը պետք է անի ընտրական ապստամբություն եւ այդ ապստամբությունը պետք է տարածվի ամբողջ երկրով մեկ։ Ինչու եմ ես հատկապես Երևանը ասում, որովհետեւ քաղաքական գեներացիան Երևանում է տեղի ունենում։ Մեր կանխատեսման առնվազն 500,000 մարդ կմասնակցի Երևանում։ Իսկ դա նշանակում է, որ մասնակցության բարձր տոկոս կլինի եւ երևանցիները ընտրատեղամասում կարող են իրենց քվեով կանխորոշել մեր երկրի ապագան եւ թույլ չտալ Հայաստանի ադրբեջանականացում։ Պարոն Թևանյան, նախորդ ընտրությունները եւ Երևանում եւ նաեւ 2021-ի ընտրությունները մասնակցությունը շատ քիչ է լինում։ Նույն 2021-ի ընտրություններին էլ 50%-ից պակաս մասնակցություն էր, 49% էր։ Մենք տեսնում ենք, որ նախորդիվ էլ ընդդիմադիր ուժերը քննադատում են Նիկոլ Փաշինյանի այս կամ այն գործողությունը, այսինքն նաև նկարագրում էին իրավիճակը, որ տեսեք թե ինչ եղավ Արցախի հետ եւ այլն, հիմա արդեն 22 թվականից հետո այլևս հայաթափված Արցախ ունենք եւ բազմաթիվ այլ գործողություններ, որոնք արվել էր իշխանության կողմից կամ իշխանության մասնակցությամբ ու ձեռամբ, դրանք թվարկվում էին։ Հիմա նույնպես էլի թվարկվում է, թե ինչ արել Նիկոլ Փաշինյանը։ Արդյոք հիմա թիրախային հարց այն չի, որ մարդիկ գնան ընտրատեղամաս։ Որքանով է դա կարևորվում ձեր բոլորի խոսույթում, որովհետև այսպես թե այնպես որոշողը այդ ընտրողն է, որը գալու է կամ չի գալու։ Շատ էական տարբերություն կա 21 թվականի ընտրության հետ կապված համեմատ։ Ասեմ, 21 թվականին կար մեկ ընդգծված ֆավորիտ եւ սև-սպիտակային տրամաբանություն։ Իշխանությանը հաջողվեց մանիպուլյացնել այդ նախկին ներկա սև-սպիտակ այդ խաղը տանել եւ մարդիկ էլ ինչ որ առումով վախեցած են եւ ընդդիմությանը ցավոք չհաջողվեց ձևակերպել, որ իրականում պատերազմի կուսակցությունը Նիկոլ Փաշինյանն է, իսկ մենք խաղաղություն ենք բերել։ Հիմա հաջողվել է ընդդիմությանը։ Այո։ Ինչպես։ Նախ հիմա կան բազմաթիվ ընդդիմություններ։ Չկա ընդգծված այդպես շատ առաջատար ֆավորիտ եւ ես կարծում եմ, որ որևէ ուժի, այդ թվում իշխանությանը, եթե իհարկե խայտարակ կեղծիքների չգնան, ինչը կբերի ոչ լեգիտիմացման եւ այլ ցնցումնային տրամաբանության։ Որևէ ուժի չի հաջողվի 50+ հավաքել։ Երկրորդը, ընդդիմադիր ուժերը այս քարոզարշավի ընթացքում ցույց տվեց, որ հավասարարժեք պրոցեսներ են տանում եւ էլեկտորատներ ունեն, թե ինչպեսի տոկոսային համամասնություն կլինի, չեմ կարող այս բանին ասել, բայց իշխանությունը այդ առումով ճողվել է։ Նիկոլ Փաշինյանը 21 թվականին մուրճով հարվածում էր մեկ ուղղությամբ, մեծ հաշվով։ Հիմա ինքը ճողվել է, չգիտի ում հարվածի։ Եվ դա պատին դեմ տված այդ
համապատասխան կենթանու վարքագիծ է ցույց տալիս ինքը, որովհետև չգիտի ինչ անի, անելանելի վիճակ է։ Մենք ասում ենք, որ կարող ենք հումանիտար միջանցքով քեզ թույլ տալ, որ Հայաստանը չկործանես հանուն քո կաշին փրկելու։ Մենք օգտվի այդ հումանիտար միջանցքից չի օգտվի։ Այսինքն դուք խոսում եք հետընտրական զարգացման մասին, որ օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը։ Հիմա էլ մենք ասում ենք, որ այդ լաչառությունը եւ ագրեսիվությունը եւ հակաօրինական քայլերը ինքը կարող է չանել եւ չկործանել Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանի առանձնահատկությունն այն է, որ ինքը պատրաստ է մեր երկրի կործանման գնով իր կաշին փրկել։ Ինքը այդ վարկագիծը բոլոր տեղերում ցույց է տվել։ Մարտի 1-ի ժամանակ է ցույց տվել, երբ որ Կրակի բերան տարավ մարդկանց ցուցակեց։ Ցույց է տվել պատերազմի օրերին 44 օրյա, այն որ ասում էր թե ես տարաժողովրդին կոտորեցի, որ ինձ չասեն Նիկոլ Դավաճան։ Այսինքն ինքը հանուն իր անձնական շահի պատրաստ են երկիրել կործանել, մարդկանց էլ զոհաբերել, ամեն ինչ անել։ Իր թիմակիցները առաջին զոհաբերվողներն են լինելու, սա իրենք պետք է շատ լավ ու པարզ հասկանան։ Եվ ի դեպ ասեմ, եթե դուք նկատել եք իրենց թիմակիցներից մեկ կամ մաքսիմում լավ երկու ձեռքի վրա հաշված մարդիկ կան, ովքեր որ ձայնակցում են Նիկոլ Փաշինյանի արածներին։ Քանի 100 հոգանոց ցուցակ են գրել, 200 չէ, թե չեմ սխալվում։ Ներ միջանձնային հարցեր կան, որովհետև մեկը մյուսի օգտին չքվեարկի, իսկ ես ինչու պետք է ակտիվ լինեմ մի հատ էլ թիրախավորվեմ եւ կարծեմ ցուցակ են գրել, չէ՞։ Այդ 200 հոգուց քանիսն է խոսում, քանիսն է ձայնակցում, քանիսն է երկրորդում Նիկոլ Փաշինյանի այդ ապօրինի հայտարարություններին, այդ վարկագծին։ Այնտեղ մի քանի մահապարտ կան, այսպես ասած։ Մնացածները շատ լավ հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը ապագա չունի եւ չեն ուզում իրենց ապագան կապել իշխանության հետ, իսկ այդ հրանք կատարողները, այդ ոտատական գնողները, ուղղակի պետք է իմանան, որ իրենք շատ վատ ճակատագրի են արժանանալու եւ դրա համար ես խորհուրդ կտայի, որ այդ մարդիկ շատ այսպես չցծվեն, ոտատակ չընկնեն։ Մենք խոստանում ենք, որ պետական ապարատում բողոքների որոշ չեն կազմակերպելու, բոլորը նրանք, ովքեր պրոֆեսիոնալներ են, մնալու են, աշխատելու են եւ այս առումով մենք այդպես կոտորած չենք կազմակերպելու եւ գտնում ենք, որ դա չի կարելի թույլ տալ։ Ուղղակի այդ մի հատ նեղ շայկա կա, այդ նեղ շայկան բնականաբար իրավաքաղաքական գնահատականին արժանանալու է, բայց այդ նեղ շայկայի մեջ էլ պետք է իմանան, որ Նիկոլ Փաշինյանը իրենց բոլորին կմտցնի ուրեմն վառվող կաթսայի մեջ, բոլորին կգցի վառարանի մեջ, հանուն իր կաշին փրկելու։ Այդ մարդը ամեն ինչի պատրաստ է։ Ինքը վախեցած մարդը, գիտեք, վախեցած մարդը ամենաագրեսիվն է լինում։ Ինքը չարացած, մարդկությունից ընդհանրապես չարացած, մանկուց երևի, ցավոք սրտի այդ մարդը փոքր ժամանակ հեծանիվ չի ունեցել։ Հիմա այդ ամեն ինչ այդ կոմպլեքսների հետևանքները մենք բոլորս իրար հետ կրում ենք։ Հիմա այդ մարդը մարդկությունից չարացած, չտես, ագահ, մեր հայ ժողովրդի մեջ, բոլոր ժողովուրդների մեջ է, բոլոր մարդկանց մեջ է վատ կողմեր կան, չէ՞, բայց այդ մարդը մեր բոլոր վատ կողմերի խտացված մարմնավորումն է, որը նաև հետևանք է այն ամենը, որ մենք այս վերջին 30-35 տարվա մեջ չկարողացանք նորմալ պետական համակարգ ձևավորել, որը թույլ չտա Նիկոլներին գալ իշխանության։ Այսինքն մարդը չալոշան հետ քայլելով, եթե գալիս է մտնում է իշխանության մեջ, դա նշանակում է, որ մենք պետականաշինությունը այդքան էլ լավ չենք իրականացրել, ընդ որում սա մի իշխանության չի վերաբերում, սա բոլորին է վերաբերում։ Պարոն Թևանյան, հնարավոր համարում եք վարկած, որ եթե հունիսի 7-ից հետո ընդդիմության միասնությունը մեծամասնություն կկազմի իշխանության ձայներից, ինչ որ ընդդիմադիր ուժեր լինեն, որոնք չմիանան ընդդիմությանը, կոնսոլիդացիան ինչքան եք գնահատում։ Բացառում եմ դա, այսինքն ռեալ ընդդիմադիր ուժերը հավաքեն այնքան, որ կարողանան կառավարություն ձևավորեն եւ հանգարց չձևավորեն, քաղաքական ինքնասպանություն է եւ դա քաղաքական դավաճանություն նաեւ պետական ես կասեի այդ դեպքում, բայց չեմ կարծում, որ այդպեսի խնդիր առաջանա։ Այլ բան է, որ իշխանությունը ուզենա Երևանյան սցենարը կիրառել։ Երևանի ընտրությունները դուք հիշեցիք, այդտեղ ճիշտ է, ցածր մասնակցություն կար, բայց նույնիսկ այդ ցածր մասնակցության պարագայում իրենք ընտրողների ընտրության եկածների 30%-ից ավելին հավաքեցին, իսկ երևանցիների 9%-ը մասնակցության իրավունք ունեցողների կծված քույր կառույցին այդ հանրապետություն կուսակցությանն կցեցին էլի չհերիքես ձեները, ստիպած գնացին անասնագողության ճանապարհով, քաղաքական կոռուպցիայի ճանապարհով ստվերային գործարքներ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ասում է, որ մենք հնարավորինս մեղմ բառապաշարով առանց անասնագողությունը քաղաքական տերմին է արդեն։
քաղաքական տերմին է դա անասնագողություն, ինչ առումով ճակերտներում, այսինքն մարդը ընդդիմադիր է ներկայացել, հետո եկել է ծախվել է, ասենք իրենցից մարդիկ են գողացել եւ ձևավորել են իշխանություն։ Դա կոչվում է քաղաքական անասնագողություն, դա նեղանալու բան չկա, հիմա ինչ անեմ, ես չեմ հորինել դա իդեպ ասել այդ տերմինը։ Հիմա Երևանյան տարբերակով, եթե իրենք կարողանան ներմուծել որևէ քաղաքական ուժի ազգային ժողով, այդ դեպքում կարող է պսևդո այդ կոալիցիոն տրամաբանությամբ անցնել, բայց մենք չենք տեսնում, որ որևէ ուժ, որը դրածոն է, խճանկարը ուրիշ է, դրածոն է, շանս ունի անցնելու խորհրդարան, չունի։ Նրանք ընդհանրապես հիմա այդ հարակից դամքաշների, այսպես ասած, ֆունկցիան են կատարում, մեր դեմ են հարձակվում, մյուսների դեմ են հարձակվում ու քաղաքական ճողվածք են էլի ստանում։ Այսինքն կոպիտ ասած Նիկոլ Փաշինյանը էլ առաջվա նախշունը չի։ Պարոն Թևանյան, եւ երկու հարց ձեր քաղաքական անցյալի մասին, որպեսզի նաեւ ընտրողները եւս մեկ անգամ լսեն, գուցե առիթներ եղել է բազմաթիվ լսելու։ Նախ մեկը, որ դուք հրաժարվեցիք ձեր մանդատից տարիներ առաջ, արդյոք հիմա եթե նորից ընդդիմություն լինի Բարգավաճ Հայաստան, օրինակ դուք մանդատից հրաժարվելու եք թե ոչ, եթե ունեք այս մասավորոշում, եւ երկրորդը մեծ կոնսոլիդացիա կար ձեր շուրջ, այդտեղ նաև ես էի գտնվում, որպես լրագրող մասնագիտությունից ելնելով, կառավարության դիմաց Արցախի հայաթափման օրերին այն ակցիաներ, որտեղ ժողովուրդը ձեր մասին էր վանկարկում, խոսում էին, ձեզ տանում էին, վրաններ թույլ տվեցին խփել, հետո թույլ չտվեցին, հետո դուք գնացիք։ Ինչ եղավ այդ ժամանակ։ Դուք ինչ որ մի պահի հարցեր եղան, որ Անդրանիկ Թևանյանը գնաց կառավարության մոտից։ Դուք ուր գնացիք, ինչ եղավ այդ շարժումը, ինչ տեղ ունեցավ։ Առաջինը մանդատից հրաժարվել եմ 23 թվականին, որովհետև մենք գաղափարակից ընկերներով որոշեցինք ստեղծել Մայր Հայաստան շարժումը եւ տրամաբանական էր, որ եթե ես մասնակցել էի այլ ձևաչափով, ապա պետք է հրաժարվեի մանդատից, մանավանդ քաղաքապետի ընտրություններից առաջ դրանով նաև մեսեջ էի ուղղում հանրությանը, որ ես այսպես պաշտոնի խնդիր չեմ լուծում եւ եթե հիշում եք 23 թվականին մենք ահազանգում ենք, որ Արցախի կորուստ կարող է լինել։ Այսինքն մենք գիտենք ուր է գնում process-ը, մարդկանց ասում ենք եկեք Երևանի ընտրությունները օգտագործենք, դրան համապետական նշանակություն տանք, որպիսի կարողանանք կանխել Արցախի հայաթափումը եւ հենց այդ 23 թվականին նաեւ ցավոք սրտի, այո, 23 թվականին այդ process-ները տեղի ունեցան եւ մանդատից հրաժարվելը բնական տրամաբանական է եւ ընդհանրապես եթե դու մի այլ քաղաքական ֆորմատի մեջ ես հայտնվում, նույն բարոյական չի պահել այն մանդատը, որը ստացել ես այլ ֆորմատից։ Եվ ես որպես ոչ կուսակցական եմ մասնակցել եւ 21 թվականին միացել եմ Հայաստան Դաշինքին, նաեւ եմ տրամաբանությամբ, որ դա ֆավորիտ ուժն էր եւ իր միջոցով էր հնարավոր փոխել Նիկոլ Փաշինյանին եւ ես չեմ ափսոսում, շատ նորմալ ճանապարհ ենք անցել, փոխադարձ հարգանքի հիման վրա ճանապարհ եւ հիմա էլ ամեն ինչ փոխադարձ հարգանքի հիման վրա է։ Ինչ վերաբերում է կառավարական գործընթացին, եթե դուք հիշում եք այդ ցույցերի հետ կապված, հենց ընտրությունները ավարտվեցին 1 օր անց արդեն Արցախում սկսեց process։ Ես թող ավելորդ այսպես գնահատական չլինի, միակն էի եւ Մայր Հայաստանը միակն էր, որը առաջինը մտավ հրապարակ, երբ որ մարդկանց արդեն բերման էին ենթարկում, երբ որ քաշքշուկներ կան եւ այլն, եւ մենք մտել ենք Արցախի փրկության տրամաբանությամբ, հետագայում իհարկե այլ ուժեր միացան, բայց առաջինը ես բարես բուն իմաստով լայվով շատ իմ թիմակիցներ նույնիսկ լայվով են իմացել, որ կառավարության մոտ են գնում, նախ նաեւ այն պատճառով էր, որ արդեն վանկարկումներ կան, մենք այսպես ֆորմայի մեջ էինք, տրամաբանական էր Արցախի հարցով Երևան ընտրությանը մասնակցել են եւ Արցախի հետ կապված խնդիր կան, այնտեղ իմ անունն էր վանկարկվում նախքան իմ հրապարակ գնալը եւ նաեւ մենք տեսնում ենք, որ սադրիչներ կան, նաեւ տեսնում ենք, որ ամեն մարդկանց են ոստիկանները սկսում ուժ կիրառել եւ այլն, եւ այդտեղ քաղաքական պատասխանատվություն վերցնելու խնդիր կար եւ քաղաքական գործընթացի տանելու եւ ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը։ Եվ չմոռանանք ինչի համար, հանուն Արցախի։ Եվ երբ որ մենք այդ process-ը տանում ենք, այդ օրերին արդեն Արցախն ընկավ։ Եվ Արցախի ընկնելու պարագայում արդեն, երբ որ մարդկանց հիմնական խնդիրը իրենց հարազատներին, բարեկամներին ազատագրելն էր, մարդիկ, ասենք մարդկար ինձ ասում էր բանը, հակարի կամորջը բաց։ Ենթադրենք միտինգ եկեք ասնել, կամ մարդկար ասում են եկեք ֆիզիկական գրոհի ենթարկրին կառավարությունը, ընդ որում կառավարության հետ բախման այնտեղ նաև ոստիկանները այո լուսարձակներ կիրառեցին եւ այլն։ Եվ ես առաջի գծում եմ եղել բախման։ Այդտեղ որովհետեւ ես այդ մասին չեմ հարցնում, պարոն Թևանյան, հարցնում եմ դուք այդ քաղաքական պատասխանատվությունը կիսատ թողեցիք թե ոչ այդտեղ։ Ոչ մի, որովհետեւ Արցախը ընկավ ցավոք սրտի։
ցավոք սրտի Արցախը ընկավ եւ այն առարկան, ինչի համար դու դուրս ես եկել պայքարի, արդեն չկա, դու էլ թեման չկա։ Մենք ինչ էինք վանկարկում Արցախ։ Այսինքն դա ինքնանպատակ չէր։ Երբ որ Արցախը ընկավ, արդեն մարդկանց մոտ էլ այդ անկումային տրամադրությունը գնաց եւ որևէ, այսպես ասած, ռասկաճկայի հնարավորություն չկար, թե չէ ես ինքս երբեք ու երբևէ պատասխանատվությունից չեմ խուսափել, իսկ ինչ վերաբերում է մանդատ դնելու հետ կապված հարցին, մանդատը իմ համար երբեք ինքնանպատակ չի եղել։ Մեր խնդիրը, օրինակ Մայր Հայաստանը ինչ է արել 23 թվականից հետո միակ քաղաքական ուժն է, բացի ԿՊ-ից, ցավոք սրտի եմ ասում, բացի ԿՊ-ից միակ քաղաքական ուժն է ու նաև երևի այդ ինձ կցված քույր կուսակցությունը Հանրապետություն, որը իր դեմքով ընդդիմադիր դաշտից, որ 100%-ով միակ ուժն է, որ իր դեմքով մասնակցել է համապետական նշանակություն ունեցող տեղական ընտրություններին, ապահովել է բոլոր տեղերում դրական արդյունքներ, նպաստել է օրինակ Գյումրիում իշխանափոխությանը, կարող էինք նաև, եթե այդ քաղաքական կոռուպցիան տեղի չունենար, Երևանում իշխանափոխություն իրականացնել եւ ցավոք սրտի վաղ շաբաթում այդ մթնոլորտը ընդհանուր առմամբ չմասնակցել։ Այս ինչի եմ սա ես ասում, որովհետեւ Մայր Հայաստանը, եթե վերցնենք առանձին, մեզ բոլորը ասում են, թե դուք անցողիկ վիճակների մեջ եք, որովհետեւ 3 խոշոր քաղաքներում անցել եք։ Մենք ասացինք, որ մենք այդ անցողիկության խնդիր չունենք, այսինքն հա մասնակցենք, անցնենք, այդ հարցը չի դրած Մայր Հայաստանի առաջ։ Մայր Հայաստանը լրիվ ուրիշ բանի համար է ստեղծվել է այդ շարժումը, հետո վերածվել է կուսակցության, նաև այն նպատակով, բայց եթե այստեղ հարց կա, դուք նաև այդ մասին էլի հայտարարել եք հարցազրույցներում, իհարկե ես գերազանցել եմ բոլոր ժամերը, բայց այնուամենայնիվ դուք ասում եք Մայր Հայաստանը անցնելու այդ 4% ընտրական շեմը հաղթահարելու խնդիր չունի։ Բարգավաճ Հայաստանն էլ ինչպես տեսնում եք չունի։ Այդ դեպքում ի՞նչն էր խանգարում ձեզ գնալ առանձին։ Ոչ, մենք մեսիջով ցույց տվեցինք, որ մենք կուսակցական շահը ստորադասում ենք ազգային պետական շահին եւ Բարգավաճ Հայաստանի հետ գնացել ենք միավորման, նախ տրամաբանական էր դա, որովհետև Ծառուկյանի հետ մենք երկար տարիների համագործակցության փորձ ունենք, մարդկային նորմալ ընկերական հարաբերություններ կան, բացի այդ ամենագլխավոր մեսիջը հենց առաջինը մենք տվեցինք, հենց նոր տարուց առաջ էր, մենք հայտարարեցինք, որ մենք գնալու ենք կոնսոլիդացիայի նպաստող ճանապարհով, այսինքն ինքներս հայտարարություն արեցինք, որ գնում ենք միավորման ճանապարհով, չենք դնում ցուցակի խնդիր, չենք դնում մանդատի խնդիր, այլ դնում ենք կոնսոլիդացիայի խնդիր, որպեսզի երկիրը դուրս բերենք այս վիճակից։ Շատ լավ, եւ մյուս մեղադրանքը, որ ձեր հարցերին հնչեցվում է, դա ռուսական հայտնի հեռուստաընկերությանը տված ձեր հարցազրույցն է Ռուսաստանից։ Այս մասին արդյոք դուք հիմա մտափոխվել եք օրինակ այդ տեքստը այնտեղ արտահայտելու կամ չարտահայտելու։ Ասեմ ինչու համար, որտեղ հիմնական քննադատությունն այն ուղղությամբ էր, որ ասում են Հայաստանին քննադատել այլ Հայաստանի ղեկավարին, թեկուզ եւ։ Այդ մասին ասում են մարդիկ, ովքեր չեն նայել այդ հաղորդումը։ Հայաստանի հասցեին այնտեղ 0 քննադատություն կա եւ գիտեք Հայաստանի ղեկավարի հիմա մենք դրսում այսպես ունենք այն ինչ ունենք, պարոն Թևանյան, այդպես չի տրամաբանություն։ Ինտերնետի դարաշրջանում դու որ հարթակը որ կօգտագործես քննադատության համար ի՞նչ տարբերություն։ Հիմա մենք որ այստեղ քննադատում ենք ի՞նչ տարբերություն։ Մեկ երկրորդը շատ ճիշտ եմ արել, որովհետեւ ես գիտեի թե ինչ դավաճանություն է իրականացրել Նիկոլ Փաշինյանը հանձնելով Արցախը, հիշեք ժամանակաշրջանը։ Դա Արցախը հանձնելուց անմիջապես հետո հաղորդում էր, որտեղ ես ասել եմ, որ այո, Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չի համապատասխանում այն պարամետրերին, որով պետք է ինքնելներ պետության ղեկավար։ Հիմա դա կլիներ ֆրանսիական հարթակ, ամերիկյան հարթակ, բացի թուրքական ու ադրբեջանական հարթակներից, բոլոր հարթակներում, երբ որ մարդիկ հարց են տալիս, դու կարող ես պատասխանել եւ ես կարծում եմ, որ շատ դրական արձագանք է եղել եւ նույնիսկ այդպես տեխնիկական չափումներով եթե նայենք, հսկայական դրական արձագանք է եղել։ Բացասականն էլ է եղել, բայց դա ուղղորդված է եղել նաեւ։ Ես համոզված եմ, որ չէ, նաեւ կա բացասական չուղղորդված կա։ Չուղղորդված բացասականն է նորմալ է, ես ընդունում եմ ի գիտություն այդ տեսակետը։ Եվ մեկ կարճ հարց մայիս ամսվա ավարտին ԵԱՏՄ-ում քննարկվելու է Հայաստանին վերաբերող հարցը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը արձակուրդում է եւ ներկա չի լինելու։ Դուք անդադար ձեր բոլոր հարցազրույցներում հրապարակային խոսքում ասում եք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատ են, Նիկոլ Փաշինյանը ռազմավարական դաշնակցին հանդեպ ոչ այն վերաբերմունքն ունի ըստ ձեր պատկերացման, որը պետք է ունենա։ Ես որոշեցի մեր հարցազրույցից առաջ հասկանալ, թե ինչքան բան է ասել Նիկոլ Փաշինյանը ընդդեմ Ռուսաստանի եւ ինչ է արել։ Միակ բանը, որ արել է, եթե սխալ եմ դուք կարող եք ուղղել, այն է, որ սահմանապահների հարցն է, որ օրինակ Զվարթնոցից հանել է սահմանապահներին եւ Հայաստանի սահմանային երկու գոտուց։
ԵԱՏՄ-ում ենք Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան այստեղ է, շնորհակալություններ, վերնախավում ամեն ինչ նորմալ է, հանդիպում են արժնախագահի մակարդակով, առաջին դեմքերի մակարդակով, շնորհավորում են թրիփի ստորագրության կապակցությամբ եւ այլն։ Արդյոք մենակ քաղաքական խոսույթում չի մեր մոտ տպավորություն, որ տեսեք ամեն ինչ վատ է Ռուսաստանի հետ եւ Հայաստանը թեկուզ ինչ-որ ընդրազանգված ինչ-որ մի մասին կողմնորոշելու համար մենք դեպի Եվրոպա ձգտող պետություն ենք, բայց երբ հասնում է օրինակ լուրջ քննադատության պահ, հենց Նիկոլ Փաշինյանն է ասում, չի կարելի, ասուլիսներից մեկում ասեց, այդպես խոսել Ռուսաստանի նման պետության հասցեին։ Գործողություններն ու խոսույթը իրար համապատասխանում են թե չէ, բայց խնդրում եմ կարճ պարոն Թևանյան։ Եթե կարճ, ապա Նիկոլ Փաշինյանը հայկական Զելենսկին եւ հայկական Սաակաշվիլին նրա իշխանությանը բերվել կամ հնդածս, այսպես ասած, հավաքագրվել է այն շրջանակների կողմից, ովքեր որ հակառուսական քաղաքական գիծ են տանում եւ այս վերջին արարը Եվրոմիության քողի տակ հենց դա է վկայում եւ գիտեք, ինչ մենք նատուրալիստական մոտեցում չպետք է անենք այն առումով, որ ասենք այ իրար հետ լավ են հիշեք հենց 18 թվականից սկսած երբ որ ինքը եկավ իշխանության ինչպիսի հսկայական հարված հասցրեց իմիջային հապկին եւ Խաչատրովի, այո, դա մեսեջ էր այն մասին, որ հայկական Զելենսկի է եկել իշխանության, բացի այդ մենք երկու պետությունների ղեկավարների խոսույթի մեջ խայտարակ ձևակերպումներ ունենք, ասենք երբեք Պուտինը նման բան պետք է չհայտարարեր, ասենք դուք կողմնորոշվեք եւ այլն, դա նշանակում է, որ դանակը ոսկորին էր հասել։ Մենք մի բանի մեջ ենք շփոթվում։ Ուրեմն Ռուսաստանի վերնախավը եւ դա լավ է իհարկե, դեռևս տարանջատում է հայ ժողովրդին, Հայաստանին եւ Նիկոլ Փաշինյանին։ Եթե չտարածեցին, շատ վատ է լինելու, որովհետեւ մեր բնական դաշնակիցները Ռուսաստանը եւ Իրանն են, այս երկու պետությունները շահագրգռված են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված չեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի, իսկ Եվրոմիության գլոբալիստական շրջանակները, որոնց շուտով վրընդելու են իրենց իշխանությունից, այդ Մակրոնների, Միշելների, շահագրգռված են, որպեսզի Ռուսաստանին վնասեն։ Դա կանեն Հայաստանի մանրադրամ դառնալով գնով։ Իրենք խնդիր չունեն։ Արցախը հանձնեցին հանուն նրան, որ ռուսական զորքերը դուրս բերվեն այդտեղից։ Իսկ ինչ արեց Ռուսաստանը Արցախը հանձնելու ժամանակ։ Արցախը հանձնելու ժամանակ Ռուսաստանը ոչինչ չէր կարող անել, քանի որ Հայաստանի իշխանությունը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս։ Դա նշանակում է, որ ինքը արդեն պետք է պատերազմի մեջ մտներ Ադրբեջանի հետ, որի լեգիտիմ հնարավորությունը չուներ։ Եթե Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, մենք Ռուսաստանից պահանջում ենք, որ իրենք հայերից ավելի հայ լինեն, այդպեսի բան չի լինում բնության մեջ։ Ավելին ասեմ, եթե հիմա մեր ժողովուրդը հունիսի 7-ին եւ մենք բոլորս քաղաքական ուժերով իշխանապողություն չարեցինք, հակառուսականությունը Հայաստանի օգտագործվելու է, Հայաստանը դառնալու է մանրադրամ, ու այդ դեպքում նույնպես մենք իրավունք չենք ունենալու Ռուսաստանից կամ Արևմուտքից կամ որևէ մեկից բողոքելու, Թուրքիա, Ադրբեջան, ոչ մեկից, միայն ինքներս մեզանից պետք է բողոքենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի ծրագիրը ատոմակայանի փակել ռազմաբազայի հեռացում եւ դե հիմա փակում են փաստացի։ Այդ process-ը գնում է։ Հիմա մենք որ ասում ենք, օրինակ 23 թվականի ընտրության ժամանակ էլ մենք մասնակցում ենք Երևանի ընտրություններին, ասում ենք Արցախը վտանգված է, Արցախը կարող է հայաթափվել, ասում են ուրա, այդքան ասում եք չի հայաթափվել։ Հետո 3 օրվա մեջ չէ, բայց մարդիկ կան ասում են այդպես չի, բլոկադայի մեջ էր քանի 8-9 ամիս բլոկադայի մեջ էր, չէ։ Այդ դարձել էր նորմալ վիճակ, այսպես է, դա աննորմալություն էր իհարկե, բայց Հայաստանի մեծ հաշվով քաղաքական դաշտը, հանրային դաշտը դա ընդունել էր արդեն որպես նորմալ իրավիճակ։ Դե Արցախը պետք է այդտեղ բլոկադայի մեջ մնա, մենք էլ այստեղ ապրենք։ Մենք դրա համար Երևանի ընտրությանը մտանք։ Մայր Հայաստանը մտավ Երևանի ընտրությանը, որը ահազանգ հնչեցնի։ Մենք ոչ թե մանդատի խնդիրն էինք լուծում, ոչ թե այլ խնդիր, դրա համար էլ մանդատը դրեցի, որ ասեմ ժողովուրդ ջան, ազգային ժողովի падգամավորի մանդատը շատ ավելի բարձր է, քան ավականու մանդատը, չէ՞, բայց ես հրաժարվում եմ նրանից դեռ ելքը չիմանալով։ Ինչու՞, որ մեսիջ տամ ժողովրդին, որ ժողովուրդ ջան, վիճակը պաշտոնի խնդիր չի, վիճակը վատն է։ Եվ եկեք մասնակցենք, չեկան, չէ՞, 28-29% մասնակցություն ա եղել Երևանում։ Խայտարակցած են մասնակցություն, ինչի, որովհետև համարել են դե մեզ չի վերաբերում։ Հիմա նույնը կարող է Հայաստանի հետ լինել, ընդ որում շատ ավելի արագ, քան Արցախի հետ եղավ։ Շատ ավելի արագ։ Արցախցիները գոնե Հայաստան գալու հնարավորություն ունեին, բայց մենք ուր ենք գնալու։ Ես ես վստահեցնում եմ, իշխանապողություն չլինելու պարագայում սարսափելի զարգացումներ են սպասվում։ Այդ ժամանակ 44 օրյա պատերազմը Արցախի կորուստը մանր խաղեր են թվալու։
Իմ հարցերը գնալով շատանում են, բայց ժամանակը սպառվել է, պարոն Թևանյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը Մայր Հայաստան կուսակցության նախագահ, Բարգավաճ Հայաստանի ցուցակով ընտրությունների մասնակցող երկրորդ համար Անդրանիկ Թևանյանն է։ Շնորհակալություն։